Հիշում եք, որ մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ տեղյակ չի Շվեյցարիայում ինչ է տեղի ունեցել, այն ժամանակահատվածում, երբ ինքը հենց Շվեյցարիայում էր։ Ուրեմն սա որպես նախաբան։ Մենք բավականին երկար ժամանակ աշխատել ենք Շվեյցարիայի հայ համայնքի հետ, մեր հայրենակիցների հետ, եւ դեկտեմբերի 2024 թվականի դեկտեմբերին իհարկե այդ աշխատանքները ամենաակտիվ ձևով արցախցիների անունից տարել է հենց հանձնախումբը, որը լիազորել է Արցախի խորհրդարանը, որը գլխավորում է պարոն Օսկանյանը, Վարդան Օսկանյանը, եւ արդյունքում մենք դեկտեմբերին 2024 թվականին ունեցանք Դաշնային խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը եթե այսպես դետալների բաժանենք, այն արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքն է, պատանդարված եւ գերեվարված անձանց արագ վերադարձը, ինչպես նաեւ պատմամշակութային մեր ժառանգության պահպանումը ըստ էության եւ ըստ այդ երկրի օրենքների արդեն մարտի 18-ին 2025 թվականի, այսինքն օրեր հետո, օրեր անց տեղի կունենա այնտեղի այսպես խորհրդարանի, քվեարկությունը այդ հարցի շուրջ, որից հետո արդեն եթե մենք ունենանք դրական արդյունք այդ առումով, ապա կառավարությունը պիտի կատարի խորհրդարանի որոշումը։ Սա ըստ էության բավականին լուրջ աշխատանք է եւ բավականին լուրջ արդյունք ենք այս առումով գրանցել, որովհետեւ սա նախապացույցն է, որ այս ոչ թե աշխարհը հակված չէ այդ հարցերը օրակարգում տեսնել, այլ հենց ցավոք սրտի մեր իշխանություններն են, որ ամեն ջանք գործադրում են, որպեսզի փակեն, եւ սա բավականին մեծ են արդեն ակնկալիքները այս առումով, որ այո, մենք կկարողանանք թույլ չտալ այս իշխանություններին փակել Արցախի հարցը, կարող ենք անընդհատ աշխարհի ուշադրությունը սևեռած պահել Բաքվում, այդպես անօրեն ռազմագերու, պատանդի, գերու կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ եւ այդ կեղծ դատավարությունների ուղղությամբ ուշադրություն գրավել, հուսացած լինելով, որ մենք շատ շուտապույտ ունենալով արդեն ազգային իշխանություններ, բավականին լուրջ գործընթաց կարող ենք իրականացնել եւ օրակարգային հարց դարձնել հենց բոլոր միջազգային հարթակներում, տարբեր կառույցներում, տարբեր երկրներում արցախցիների վերադարձի այդ իրավունքի կատարման պահով։ Տիկին Հակոբյան, այս օրերին Բաքվում ապօրինաբար պահվում են հայ ռազմաքաղաքական գերիները, սակայն իշխանությունը որևէ էական քայլ չի անում նրանց հետ բերելու համար, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձինք իրականացնում են թե հացադուլեր, թե բողոքի ակցիաներ։ Ըստ ձեզ այս խնդրին կտա լուծում, երբ հայ ռազմաքաղաքական գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Գիտեք, ոչ թե իրենք էական չեն անում որևէ բան, այլ հակառակը իրենք ամեն բան անում են, որ տեղի ունենա այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, եւ փաստ այսօր արդեն Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարում է, որ խաղաղությունը, Փաշինյանի երազած կկնքվի այն ժամանակ, երբ իրենք սահմանադրությունը կփոխեն եւ դատական process-ի շուրջ համագործակցություն կլինի, այսինքն այն պահանջած անձինք, որը Ադրբեջանը պահանջելու է Հայաստանից, կտրվեն Ադրբեջանին։ Այսինքն այսպիսի պահանջներ արդեն դրեց, շարունակում է պնդել Ադրբեջանը։ Հետևաբար բնական է սրանք ցուցիչներ են, որ Հայաստանի իշխանությունները որևէ բան այս ուղղությամբ չեն անում, իրենք շարունակում են համագործակցել։ Բայց սա չի նշանակում, որ մեր հանրությունը պիտի համակերպվի այդ մտքի հետ ու որևէ քայլ այդ ուղղությամբ չձեռնարկի, ոչ միայն հանրությունը, քաղաքական բոլոր կառույցները, հանրային ակտիվություն ցուցաբերող կազմակերպությունները, բոլորը պիտի այս ուղղությամբ թե ճնշում գործադրեն իշխանությունների վրա, պարտադրելով անել, հակառակ դեպքում, եթե իրենք հակված չեն անելու, չեն կարող անել կամ չեն ուզում անել, իրենք պիտի ուղղակի հեռանան, որպեսզի գանեն մարդիկ, ովքեր դա կարող են անել, որովհետև մեր բոլորի համար Արցախ վերադառնալը եւ մեր գերիների ու պատանդարված հայրենակիցների վերադարձը դա նույն հարթակի վրա է եւ նույն կերպ են կալվում ու դիտարկում։ Իշխանության հեռացումը ինչպես եք դուք տեսնում։
Իշխանության հեռացումը միանշանակ, ինչպես որ միշտ տեսել եմ, նույն կերպ եմ տեսնում, այսինքն ժողովրդի ցասումով, որի ուղղակի իրենք այլևս չեն կարողանալու դիմակայել։ Եվ ես հավատում եմ, գիտեք, որովհետև հիմա զգում եմ, որ մեր ժողովրդի մոտ նեղացածության բարձր աստիճան կա սեփական իշխանությունների նկատմամբ։ Մի մասը իհարկե նաև դարձել է անտարբեր, որովհետև սրանց օրոք սովորել է առանց իշխանությունների ապրել ուղղակի եւ իր խնդիրները լուծել սեփական ուժերով։ Եթե տեսնում են վտանգը իրենց գլխին կախված է թշնամու կողմից կամ մոբիլիզացնում են իրենց ուժերը, փորձում են պաշտպանվել կամ շատ շատերը ուղղակի թողում, լքում գնում են Հայաստանից։ Բայց այդ վիրավորանքի կուտակումը գնալով ինքը մեծանում է եւ ես այսօր այլևս թե փողոցներում, թե որևէ այլտեղ չեմ տեսնում այս իշխանություններին չհայհոյող ուղղակի քաղաքացիներ։ Եվ ես կարծում եմ, որ դրա կուտակման արդյունքում է, որ իրենք ուղղակի այլընտրանք չեն ունենալու։